հանձնաժողովների անդամներին պետք է ընտրել ամենայն լրջությամբ, եւ ընդեղ էլ պարտադիր պետք է լինի առնվազն մեկ գիտնական, պետք է լինի, չի կարելի գրել առարկայի մասնագետ եւ միայն ուսուցչով բավարարվել, հանձնաժողովում գիտնականի ներկայությունը պետք է լինի պարտադիր, սա էլ մյուսը, հաջորդը պետք է արգելել, որ ընտրված մարդիկ Facebook-ում տարածեն փոխնախարարի գրությունը, որ իրենք ընտրվել են հանձնաժողովի անդամ, սա հնարավորինս պետք է փակ լինի եւ մարդիկ չպետք է իմանան, որ այս ինչ մարդը փոխնախարարից նամակ է ստացել, որ ինքը հանձնաժողովի անդամ է, սա անթույլատրելի է, հասկանում եմ Հայաստանը մեկը իմանալու են շատ բաներ, բայց հնարավորինս պետք է սա գաղտնի պահել։ Հաջորդը ես կարծում եմ, որ մի փոքր պետք է երկար ժամանակ այդ դասագրքերը, որ անցել են, ավելի երկար ժամանակ պետք է գոնե on-line իրանք դրվեն եւ մասնագետներին պետք է ներգրավել, որ ծնողներ են, չգիտեմ, մասնագետներ են, թող մի հատ նայեն, հա, եթե կան առաջարկներ անեն, որ մինչև տպագրվելը այս խնդիրները մենք տեսնենք, ոչ թե տպագրվելուց հետո, որտեղ հիմա դասագիրքը եթե տպագրվեց, դա փոխելը հսկայական ծախս է, տասնյակ հազարավոր դոլարներ, եթե մի դասագիրքի հաղթել, անգամ կարող է 100-150 հազար դոլարի ծախս լինի։ Իրենց խնայածից ավելի շատ ծախս կլինի։ Իհարկե։ Այդպես մի խոսքով պետք է այս process-ը շատ լրջացնել եւ ժամանակներ նորմալացնել, որպեսզի ոտքի վրա չընտրենք էլի դասագիրք։ Այս վիճակը, որ ստեղծվել է նախարարության թերացման պատճառով է։ Ուշ են հայտարարել մրցույթը, հանձնաժողովը ոչ պատշաճ անդամներով են համալրել։ Այլ չափազանց ուշ են հայտարարել, հա, ուշը դեռ ոչինչ, չափազանց ուշ։ Չափազանց ուշ հայտարարելուց հետո տվել են կարճ ժամկետ գիրքը գրելու համար։ Ակադեմիական հաստատություններում երաշխավորություն չեն անցել գրքերը, չի ուղարկվել։ Դա էլ է խնդիր, որովհետև դասագիրքը ինքը գիտական գործիք է եւ ինքը պետք է գիտական փորձաքննություն անցնի։